Զրկանքի համախտանիշ ասելով մենք հասկանում ենք արդեն ինիկատիվ ունենք հիվանդ մարդ։ Եթե կա զրկանքի համախտանիշ, դա արդեն ձևավորված ալկոհոլիզմի մասին է խոսում, որը բնականաբար եւ բարեբախտաբար բոլորի մոտ չէ։ Մարդիկ այո կարող են լինեն գիշերը չքնելուց հետո մի քանի օր այդ ալկոհոլ մարոֆոնը սեղանների անընդհատ ստեղ նստել, ընդեղ նստել, կենացներ, քեֆեր, ուրախություններ ու լավ կլինի որ դա լինեն քեֆեր, ուրախություններ, ոչ թե ինչ-որ տխրության սեղանների շուրջ, բայց եթե կա զրկանքի համախտանիշ, մենք արդեն ունենք հիվանդ մարդ, որին ընդհանրապես չի կարելի խմիչք գործածել։ Ցանկացած քանակ իր համար խստիվ արգելվում է, այո։ Իսկ եթե զուտ մարդը, որը գիշերը չի քնել, հոգնել է, պարել, զուտ չքնելու ֆոնի վրա կարող է լինի աստենիզացիա է, դա ոչ թե աբստինենցիա է, ավելի շատ աստենիզացիա, զուտ ռեսուրսների սպառվել է օրգանիզմի, որը հետո կարող է բերի մի քիչ ավելի երկարատև քնի, որը վերականգնողական էֆեկտ է ունենում։